Ես մահամերձ եմ եղել 5 ամիս անկողնում պարկած եմ եղել, ես չեմ կարողացել իմ տիրոջը մոտենալ եւ իմ ձեռքերով աղոթել, բաշխել ժողովրդին այդ ամեն ինչ։ Բժիշկները չէր որ իմ կյանքը փրկեցին, մինչև 14 տարեկանս ինչ մեղքեր ասես գործել եմ։ Մեկ տղամարդու աղոթքն ավելի զորավոր է, քան 10 կնոջ աղոթք։ Ես մեծ մասին չեմ հավատում, որ տանը աղոթում են։ Թող ապրենք, հայրիկ ջան, դե հասկացանք, այդ խնդիրների առաջ չեք կանգնել։ Աղջիկը ուզում է շատ շուտ շպարվել, մազերը սանրել։ Այսօր առավոտյան գնար քնության, արթնացել ինչ որ բաներ քսել, ստիպեցի գնաց լվացվեց։ Երբեմն շատ խիստ եմ լինում, երբեմն կարող եմ պատժել։ Ժողովուրդ, սիրելիներ, Աստված մեզանից կատարյալ սիրտ չի փնտրում, մեզանից անկեղծ սիրտ է փնտրում։ Անկեղծ։ Երբեք չմոռանալ իրար ամեն օր ասել ես քեզ սիրում եմ։ Ամեն օր Ես էլ քեզ եմ սիրում։ Ամեն օր ասեք, որ ես քեզ սիրում եմ։ Այսօր սիրով ուզում եմ ներկայացնել մեր շատ սիրելի հյուրին, ավելի շատ ասեմ իմ ավակ ընկերոջը, հոգևոր ընկերոջը, Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարժ Քանա Սիմոնյանին։ Բարև ձեզ, Տեր Շավարժ ջան։ Աստված պահապան։ Մենք ձեզ շատ կարոտել ենք ու մեզ համար շատ կարևոր է ձեզ հետ զրույց կազմակերպել։ Մենք էլ լիքը հարցեր ունենք ու համոզված եմ ոչ պակաս հարցեր ունեն նաև մեր հետևորդները։ Ուզենայի սկսել ձեզնից, թե ինչպես ընտրեցիք հոգևորականի ուղին, ոնց ստացվեց։ Երբևէ չեմ մտածել, որ հոգևորական կդառնամ Սարգիս ջան, որովհետև հայրս, հորեղբայրներս, քեռիներս զինվորականներ էին։ Ես ինքս էլ երազել եմ զինվորական դառնալ։ Օրերից մի օր Աստված ինքը բերեց ինձ այդտեղ։ Եկավ մի ժամանակաշրջան, որ արգելված էր ինձ սպորտով զբաղվել եւ իրավունք չունեի այլևս սպորտով զբաղվել, որովհետեւ մարմնից հետ կապված խնդիրներ կար եւ 94 թվականն էր արդեն Աստվածաշունչը առաջին անգամ Արևելայլեն հրատարակվել էր։ Հայրիկը տուն բերեց, ես սկսեցի ընթերցել, կարդալ ու ամբողջությամբ ոնց որ Աստծո կանչը լիներ, փոխեց ներաշխարհեց եւ երբ որ ասացի պիտի վաղը գնամ արդեն եկեղեցի ծառայելու, տանեցները մի տեսակ այսպես երեխա է, կարդացել է, ոգևորվել է։ Հետո որ տեսան չէ ամեն ինչ լուրջ է եւ հայրիկ հետ գնացինք Էջմիածին Սուրբ Աստվածածին եկեղեցին, Տեր հայրի հետ խոսեցինք եւ շապիկ սկսեցի հագնել եկեղեցում ծառայել։ Հետո արդեն Երուսաղեմ, այնտեղ ժառանգավորած վարժարան եւ դրանից հետո բազում փորձություններով, հիվանդություններով վերջում էլ նույնիսկ ջեմանից հեռացում, բայց Տերը բերեց հասցրեցնել որ հոգևոր ծառայության մեջ լինեմ։ Թե Շավարժ, ընդհանրապես Աստվածաշունչը բացում են այն ժամանակ տոկոսային հաշվով եմ ասում, երբ որ ստրեսի մեջ են լինում կամ ինչ որ մի դժբախտություն ու դժվարության միջով են անցնում։ Ձեզ հետ էլ այդպես պատահել, որ ընտրել եք այդ ճանապարհը։ Կար այդ ժամանակ դժվար փուլեր։ Չէ, ես չեմ էլ իմացել դրա մասին, որ այդ գիրքի մեջ ինչ կա, ինչ չկա գրված։ Ես եկեղեցի միշտ գնացել եմ ծնողներիս հետ, բայց մտքովս անգամ երբեք չի անցել հոգևորական դառնալու, չէ հակառակը ինձ ուրախացրել է, երբ որ կարդացել եմ, հասկանալ ինչ է սա, եւ ինձ ամենաշատ այնտեղ ոգևորել է Դավիթ թագավորի կերպարը, որտեղ Դավիթը երբ որ ասում է երիտասարդ էր, դեռ փոքր էր, Աստված նրա հետ էր, երբ որ պատկերավոր այդպես կարյուծի բերանը պատռում է Դավիթ թագավորը, ինձ դա էր գրավեց հոգևոր կյանքի մեջ։ Հետո արդեն որոշակի տարիք հետո Պողոս Արաքյալի կերպարը եւ սուրբերին արդեն որ ճանաչեցիր մարդկանց հոգևոր կյանքը իրականում ես միանգամից այդպես չի որ երազել եմ ու այսպես դարձել եմ։ Աստված կամած ինձ վեր հասել այդ հանգրվանին, որովհետեւ շատ դժվար է միանգամից Տիրոջը կարդալ ու ճանաչել ու եթե դու չունես անձնական փորձառություն։ Ոնց էպես դու կարողացաք միանգամից կարդալ Աստվածաշունչը կամ սիրել, որովհետև դա process է։ 2-3 տարի է ինչ փորձում եմ ուսումնասիրել ու ինձ չեմ էլ կարող վերապահել այն համար, որ ասեմ ես գիտեմ Աստվածաշունչը։ Մայրս որ տվեց կարդալու, Սարգիս ջան, եղբայրս մի քիչ կարդաց, ասաց ես այս գիրքը չեմ կարդալ։ Շատ դժվար է։ Եղբայրս չկարդաց, բայց իմ բարագային այլ էր։ Ես ոչ միայն կարդաց, հետո նորից վեր ընթերցեց այդ ամեն ինչը, այսպես մի անգամ ես պիտի գնամ ու ծառայեմ։ Ես ամեն օր զինվորական հագուստ էի հագնում, զինվորական հագուստով էի պատտվում, ինձ համար տարօրինակ բան էր, միանգամից թողնել ու հոգևոր կյանք մտնել ու ոչ ոք չէր հավատում, որ այս վայրենին, այսպես չարաճճի է շատ, ամեն օր վեճեր կռիվներ, կարող էր հանկարծ գնալ ու հոգևորական դառնալ ու փոխվել այլ մարդ դառնալ։
Ինչ է լինում, երբ որ մարդը Աստծո հետ այդ կապը հաղորդակցությունը կորցնում է։ Ինչն է հիասթափությունը, ծուլությունը, չգիտեմ, կարծում կա հազարավոր պատճառներ եւ արդարացումներ, բայց կա ինչ որ հիմնական մի բան, քանի որ դուք ունեք մեծ ճանապարհ անցած ու շատ պատմություններ, ինչն է հիմնական պատճառը, երբ որ մարդը իր կապը կորցնում է Աստծո հետ։ Պայքարել է, ձգտում է, չկոտրվել է։ Երբ որ Պայքարել մարդը ինքդ քո դեմ, տկարացավ, ինքդ քո դեմ եւ աշխարհի դեմ, որ պահին որ թուլացար, պիտի աշխարհը քեզ հաղթի։ Եվ երբ որ աշխարհը քեզ հաղթում է, դու անկամից sense քանդվում ես, ոնց որ sense ավազից տնայք ես պատրաստում ես, որ դու հիմքեր չես տալիս, չես ամրացում, չես շաղախում, որ այդ ամրությունը պահի ուժեղ մնա, այդ պահին սկսում է քանդվել կամած, որ դու չես հասցնում այդ հատիկները պահել, որպեսզի քո կառուցածը չքանդվի։ դե Շավարժ, որպես մարդ, ամենաշատը ձեզ ինչն է խոցում։ Սերը առանց սիրո դժվար է ապրել այս աշխարհի մեջ։ Եվ դրա համար Հիսուսը էլ ասում է, թե դուք իրար սիրեք, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Այսինքն ամենակարևոր բանը է ուժը, սիրո ուժը հանեցիր մարդու կյանքի միջից, մարդը կորցնում է իրեն։ Բայց հնարավոր է, որ այդ ուժը չլինի ու դու ապրես, ես չեմ Կարող ես պատկերացնում։ ապրել, Գոյատևես երևի։ այդպես մի կերպ, այսպես առաջ գնաս, բայց իրական ապրելը պետք է սերը լինի, որ դու հոգևոր ուրախություն ունես, երբ որ հոգևոր ուրախությունը կա, կյանքի մնացած բոլոր դժվարությունները հաղթահարել են։ Այդ Հովանես Առաքելը, որ արդեն շատ ծեր էր, իրեն գրկած բերում են եկեղեցի, որ քարոզ խոսի, ասում է սիրեք իրար, ասում է դե ինձ տարեք, ասում են, բայց մենք այսքան հավաքվել ենք, ասում է թե դուք իրար սիրեք, մնացած ինչ որ կասեմ ավելորս է։ Իրար սիրեք, սիրո պակասը կա աշխարհի մեջ։ Տեսեք, բոլոր այսօր աշխարհում խոսում են խաղաղությունից, խաղաղության համար են պայքարում, որ խաղաղություն լինի, բայց երբ որ չկա հոգևոր խաղաղություն, չի կողմնել արտաքին խաղաղություն։ Եվ այս արտաքին խաղաղությունը ժամանակով է հոգևոր սիրուց ու խաղաղությունից է գալիս նաև արտաքին խաղաղություն։ Իսկ ինչն է բերում թշնամություն, պատերազմ, սիրո բացակայությունը։ Դե Շավարժ, կա մի կարծիք, որը ինձ միշտ մտահոգել է եւ հետաքրքիր կլինի ձեր պատասխանը լսել, ասում է անկախ ամեն ինչից, ինչքան էլ որ մարդ ձգտում է այդ հոգևոր ճանապարհին հասկանալ, բացահայտել, ասում է մեկ կա մի կարևորագույն կետ, միջև Աստված չի բացում քո սիրտը, ինչքան էլ որ կարդաս, մեկը չես հասկանա։ Այ ոնց դուք կպատասխանեք այս հարցին։ Հոգևորականի պարագային, Մանո ջան, դա նաև կոչվում է կանչ, որ Աստված քեզ կանչում է իրեն ծառայելու։ Ճեմարանում մենք ունենք Տեր Մինասը, ինքը մաթեմատիկական գիտների դոկտոր, պրոֆեսոր, 40 տարեկանում է կանչ զգացել, եկել է հոգևորական դարձել։ Բժիշկ ունենք, ֆիզիկոս ունենք, քիմիկոս ունենք, տարբեր մասնագիտության մարդիկ, ովքեր կանչ են զգացել, եկել են Տիրոջը ծառայելու համար։ Աստված նաև ընտրում է մարդկանց իրենց ծառայելու համար։ Երկրորդ, երբ որ դու միայն նստես կարդաս, բայց կարդում ես կարդալու համար, շատ մարդիկ կան, որ այսօր հատկապես բանտում, ասեմ, որ պարապ են լինում, շատ են կարդում, կարդացածը մեկ բան է, այդ կարդացածը փորձել ապրելը մեկ բան է։ Պողոս Արաքյալն ասում է հավատքը լսելուց է շատանում, զորանում։ Երբ որ դու կարդում ես, նաև ինքդ քեզ լսես, ու այդ լսածը փորձես կիրառել։ Շատ բան կարող ես իմանալ, սուր գրքից անգիր իմանալ, բայց այդպես էլ Աստված ճանաչողության չհասնել։ Մարդուն պետք է համբերություն։ Օրինակ, ասում եմ, երբ որ ես ընդունվեցի Ջեմարան, գնացի Երուսաղեմ սովորելու, լուրջ խնդիրներ ունեցա առողջական։ Հետո երբ որ եկավ, հետ վերադարձա, գնացի Սևանի Ջեմարան, 5 տարի ընթացքում ամեն տեսակ փորձություններ, հիվանդություններ, ցախորտություններ, վերջում հեռացում Ջեմարանից, այս բոլորը մեկ նպատակ է ունեցել, ես հետո եմ անդրադարձել, որ Տեր ուզել է սրանով ինձ այն ինչ որ վերջին կաթիլն էլ կա աշխարհի հետ կապված իմ մեջ, փոխելու այնպեսին, որպեսզի ես կարող եմ այդ մոքրև մաքուր անոթ ծառայել իր համար։ Այսինքն քեզ ցույց է տվել ճանապարհը, որ ինչ պիտի փոխես այս ճանապարհի մեջ։ Բայց այդ ճանապարհի ընթացքում երբևիցե չեն եղել, սկսեք կասկածել, հիասթափվել, արդյոք ձեր ընտրած ճանապարհը իրոք ձեզ պետք է, ինչ հակասություններ են եղել կապված հավատքի հետ։ Չի կարող չլինել, նույնիսկ եղել է, որ Ջեմարանում իրերս հավաքել տուն եմ գնացել, ասել եմ, որ ես չեմ ուզում սովորել։ Որտեղ բաներ կան, որից դուր չի գալիս, շատ բաներ պիտի փոփոխություններ լինի, չեմ կարող։ Հայրս ասել է՝ դու ես ընտրել։ Դու չկարծես, որ այլ տեղերում ուրիշ բաներ կան, գնա, դու լավ է եղիր, փոխի։ Ես նորից հետ եմ գնացել։ Նորից է եղել դեպ մի քանի անգամ, ոչ թե որ հիասթափվել եմ հավատքիս համար, միջավայրի համար, որոշակի բաներ, որ
քո պատկերացումները այլ են եղել հոգևոր կյանքի հանդեպ, շատ բաներ տեսել ես, որ համաձայն չես եղել, արդեն դա գալիս է անձնային հարաբերությունների մարդկային, բայց հետո եկել հասել եմ նրան, որ ինչ էլ լինի, սուրբեր չկան աշխարհում, դու սուրբ դառնում ես։ Սուրբ չեն ծնվում մարդիկ, մարդը սուրբ դառնում է իր կյանքով, իր խոսքով եւ իր գործով։ Ես փորձել եմ հնարավորինս նմանություն ունենալ այն ինչպեսին որ Տերը կցանկանար ես լինեի իմ կյանքում։ Տեր Շավարժ, տեսեք ասում եք որ Աստված է հոգին բացում։ Այդ դեպքում արժի մեղադրել կամ մեղավոր համարել են մարդկանց ում հոգին դեռ բաց չի։ Սարգիս ջան, Աստված բոլորին կանչում է։ Նայես մենք երբ ենք մեր ականջները բացում լսելու։ Դե հենց դրա մասին եմ ասում։ Անպտուղ թզենուն Պարագային հիշում եք, որ ասում է Տերը եկավ 3 անգամ պտուղ չտեսավ, ուզես կտրել տար Այգեպան, ասես թույլ տուր մի քիչ էլ խնամեմ, պարարտանի տամ, եթե նորից պտուղ չտա, այդ ժամանակը կտրենք։ Այսինքն Աստված մեզ գալիս է այցելության մեր մանկության տարիներին, մեր երիտասարդության տարին եւ մեր ծերության տարիներին։ 3 անգամն էլ ցանկացած մարդու Տերը գալիս է եւ Այգեպանը, որ Հիսուսն ասում է, նրա սիրտը կփափկացնեմ, աղոթքով կլցնեմ, հավատ կլցնեմ, սեր կլցնեմ, որ մարդը եթե նորից պտուղ չտա, այդ ժամանակը կտրենք։ Այստեղ ոչ թե որ Աստված ինքը բացում է, Աստված քեզ միշտ բախում է քո սրտի դուռը, բռնակը ներսից է։ Ոնց հասկանալ, որովհետև ինձ շատ են հարց տալիս, ասում են Սարգիս, լավ դու զգացել ես, դու ինչ որ կերպ փորձել ես մի փոքր բացվել այդ դուռը քո համար։ Ոնց զգան մարդ։ Փորձեմ ավետարան օրինակով ցույց տալ Սարգիս ջան։ Մի երիտասարդ մեծահարուստ մոտեցավ տիրոջը, ասեց. «Բարի վարդապետ, ինչ անեմ, որ երկնքի արքայությունը ժառանգեմ»։ Ասաց. «Պահիր պատվիրանները», ասում եմ մանկուց պահել եմ։ Իհարկե ոչ ոք մանկուց չի կարող բոլոր պատվիրանները պահել։ Ասաց քեզ մեկ բան եմ մնում կատել, գն ամբողջ ունեցվածքդ վաճառիր, դուր աղքատին արի իմ հետ։ Ասում եմ քանի որ ինքը հարուստ էր, տրտմեց ու հեռացավ։ Հիմա երբ որ քեզ Տերը բացում է, մարդն էլ նույն այս մեծահարուստ օրինակ, եթե մեկը շատ հարուստ է, օրինակ Նիկոդեմոսի պարագան, իշխանավոր էր, փարիսեցի էր, մեծահարուստ էր, Հիսուս ասեց նորից պետք է ծնվես, ինչ է հարցնում, ինչպես կարող է մեծ մարդը նորից, ասում է հնարավոր մարդ իր մոր որովայնը մտնել եւ ծնվել, ասում է եթե ջրից եւ հոգուց չծնվես, չես կարող երկնքի արքայությունը տեսնել, որտեվ մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի։ Այստեղ հարցը այն չէր, որ Նիկոդեմոսը չէր հասկանում, որ չի կարող իր մոր արգանդը մտնել։ Պատասխանը այլ տեղ է, ես մեծահարուստ եմ, ես իշխանավոր եմ, ես հեղինակավոր մարդ եմ, ես ոնց այս փառքս թողնեմ, սկսեմ այլ կյանքով ապրել, այսինքն ինձ զրկեմ ճոխ խնջույքներից, թանկարժեք մեքենաներից, շահակուցներից, զվարճանքի վայրերից, ոնց ես գնամ եկեղեցուն ծնկի իջնեմ, աղոթեմ։ Մարդու համարձակության հարցն է փոփոխության, դու պատրաստ ես փոխվել, թե չէ։ Դու էլ քո կյանքում ունեցել ես մի շրջան, որ չի հետարկել, ես էլ։ Երբ որ ես մինչև 14 տարեկանս ինչ մեղքեր ասես գործել եմ, սուտել եմ, խոսել, հայել եմ, չեմ իմացել, որ դա այդպես չի կարելի։ Որովհետև մանկուց մենք տեսել ենք այլ բան, մեզ հորեղբայրները քերները սովոր ասում են հայոյել, ուրախանում են մեր ասած թլոշ բառով այդ հայոյանքները, դու վարժվում ես այդ ամեն ինչին։ Երբ որ գալիս է փոփոխություն, մարդու առջև այդ հարցն է փոփոխության, ինքը ինչքանով է պատրաստ չափավոր կյանք ունենալ, զուսպ կյանք ունենալ եւ համեստության մեջ ապրել։ Այսինքն իր համար այդ չափանիշը մարդկային մրցակցությունը թողնել, հոգևոր կյանքի մեջ մտնել։ Երկրորդ մեծ խնդիրը մարդկանց թվում է թե որ ինքը հոգևոր կյանքով ապրի, վերջ ինքը էլ չի կարող ապրել։ Ինքը պետք է միշտ տխուր դեմքով լինի, չժպտա, չուտի, չխմի, չուրախանա։ Քրիստոնեություն ուրախ մարդկանց հավատքն է։ Ես կարող չասեմ հավատք է ուրախ մարդկանց։ Դրա համար առաքյալն էլ ասում է միշտ ուրախ եղեք։ Այդ ուրախությունը ապրեք, բայց քո այդ ուրախությունն ու քո կյանքը մեղքի չպիտի առաջնորդի։ Նախ քո օրինակը պիտի դառնա վարակիչ ուրիշներին եւ դու ինչքանով կդիմանաս։ Մենք գնում ենք բանակ, մարդիկ զինվորական երթում են տալիս, ոմանք պարտաճանաչությամբ ծառում են, ոմանք էլ անդադար խախտումներով մի կերպ 2 տարին անցկացնում են, տուն են վերադառնում։ Հոգեվոր կյանքի մուտքն էլ է այդպես։ Խոստանում ես, բայց հետո նորից ուզում ես աշխարհիկ կյանքով։ Դրա համար Պողոս արաքնը որևէ զինվոր չի կարող աշխարհիկ գործերով իր հրամանատարին հաճո լինել։ Գնես ես այս հարցը պիտի տամ։ Կրոն բառից մի փոքր անցանք, բայց ես ուզում եմ այդ կրոն բառի վրա ուշադրություն դարձնել։ Կրոնը ի՞նչ է։ Կրոնը հորինված մի բան է, որ քեզ պատրաստում են, ինձ համար է այդպես որ այս կրոնի հետևորդ ես, որ դուրան մարդիկ ինչ որ բաներ գրել են, օրենքներ կանոներ հավատաս, բայց հավատքը այն ճշմարիտ ապրված կյանքի օրինակն է։ Դրա համար մեր հավատքը ապրված կյանք է։ Քրիստոս իբրև մարդ
ապրել է քրիստոնեությունը, ցույց է տվել, որ ցանկացած մեկը կարող է ապրել։ Եվ ոչ թե օրենքի տարերը, պատվիրանները, այսպես տառացի բառացի պահելով է հավատքը։ Հավատք ինքը կյանք է։ Եվ այդ հավատքից պիտի կյանքը ծաղիկ ինչպես բացվում է, մարդն էլ բացվի։ Եթե դու կրոնամոլ ես լինում, դու միշտ այսպես փակված մնում ես, քո ոչ գեղեցկությունը, ոչ անուշահոտությունը, ոչ քո երջանկությունը, ոչ ոք չի տեսնում, իսկ հավատքը բացում է այդ ամենը, որպեսզի նախ դու տեսնես, երկրորդն էլ մարդիկ տեսնեն։ Դրա համար պայծառակերպության տոնը մենք վարդավառ ենք ասում, Հիսուս մինչև այդ պահ իր աստվածությունը փակ էր պահում, չէ՞, եւ վարդի պես բացվեց, մարդիկ ճանաչեցին։ Այնպես երբ որ դու մոտենում ես հավատքի կյանքով, բացվում ես իրական, ոչ թե կրոնի հետևորդ ես դառնում, այլ հավատքով ապրում ես այս աշխարհի վրա։ Մարդ կարող է լինել խորապես հավատացյալ, բայց չլինելով այդ եկեղեցու կառույցի ներսում, որովհետև շատ դեպքերում մարդկանց հետ շփվելով մի շարք հակասական կարծիքներ ես լսում, որ մեկը ասում է ես իմ սրտով եմ հավատում, մյուսը ասում է եթե հավատում ես, ուրեմն պետք է անպայման նույնիսկ Աստվածաշնչի մեջ էլ վերում են, որ դու պիտի թաքուն աղոթես, առանձին փակվես ու զրույցը տանես Աստծո հետ։ Իսկ այդ խառնաշփոթ ինֆորմացիաները նույնիսկ ասում են ինձ պետք չի եկեղեցին, ես որտեղ ուզեմ կաղոթեմ ու Աստված էլ է դա ասում։ Ուրեմն մարդը երկու կերպ է աղոթում՝ անհատական իր տանը եւ ընդհանրական եկեղեցում։ Ինձ էլ են այդ հարցերը շատ տալիս։ Ես ասում եմ դուք ձեր ծուլությունը արդարացնելու համար ասում եք տանն եմ աղոթում։ Ես մեծ մասին չեմ հավատում, որ տանը աղոթում են։ Սկսենք այդտեղից։ Ես չեմ հավատում, որ իրենք աղոթում են, իրենք սուրբ գիրք են կարդում եւ մեկ էլ որևէ մեկի տանը Քրիստոս չի պատարակվում։ Քրիստոս եկեղեցում է պատարակվում։ Դա նույն բանն է, որ ասես ինձ հիվանդանոց պետք չկա, ես տանը ոնց ուզեմ կարող եմ ինձ բժշկել։ Հնարավոր չի։ Եկեղեցին ինքը հիվանդանոց է, որտեղ գալիս են մարդիկ, ովքեր մեղքերով են հիվանդացած եւ մեղքի պատճառով, օրինակ, մեկը խաղամոլ է, մեկը հարբեցող է, մեկը շնացող է, մեկը մարդասպան է, մեկը գող է, տանը նստած ինքը չի կարող բժշկել ինքն, ինքը պիտի գնա եկեղեցի Աստծո խոսքով բժշկվելու համար։ Երկրորդ եկեղեցին ինքը փրկության տապանն է, առանց եկեղեցու չկա փրկություն։ Դու կարող ես քահանայի պատճառով պատճառ բռնել հոգևորական այսպես, հոգևորական այնպես, բայց դու հոգևորականի համար չես գնում եկեղեցի։ Ես սիրով ուզում եմ ձեր տուն գամ եւ ձեր տան դուռը թակում եմ, բացում եմ մի մարդ, որը զզվանքով է ինձ նայում։ Ես պիտի պտտվեմ հետ գնամ։ Հոգևորականը եկեղեցու դուռը բացողն ու եկեղեցու սպասավորն է, լավ կամ վատ։ Ինչպես որ մենք գնում փնտրում ենք մեր լավագույն բժիշկին, որ դառնա մեր ընտանեկան բժիշկը, դու էլ կարող ես ունենալ քո հոգևոր հայրը։ Լավ չէ որ ասում են կան լավ ու վատ հոգևորական, լավ չէ, դի հոգևորական միշտ լավը լինի, առաքի լինի, սուրբ լինի, բայց մենք մարդ ենք, դրա համար քահանայությունը մարդուն է տրված, որ մարդը մարդուն հասկանալը։ Եթե սրանք պատճառաբանություն բռնես ու չգնաս, դու երբեք էլ Քրիստոսին չես կարող ճանաչել։ Եվ եկեղեցի չես գնում որևէ մեկի համար, դու գնում ես Քրիստոսին պաշտելու համար, որովհետև այս վայրը Քրիստոսին պաշտելու համար է։ Մենք տանը ուտում ենք, խմում ենք, գոռում ենք, կռվում ենք, լացում ենք, աղոթում ենք, բայց այստեղ միայն Աստծուն պաշտելու համար ես գալիս։ Ուրեմն պետք է որ դու պաշտես։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է լավ է, որ եղբայրները միաբան են եւ Տիրոջ տան մեջ պաշտամունք են մատուցում։ Ուրեմն այդ հավաքական ուժն է նաեւ ներկայացնում եկեղեցին։ Սիրո բացակայությունը ինչ որ մի կետից, ինչ որ մի տեղից բխում է։ Սովորական մարդը, ոչ հոգևոր։ Բնականաբար մեզանից յուրաքանչյուրը գիտակցում ենք, որ սերը դա կարևորագույն հիմքն է։ Մենք բոլորս էլ գիտենք։ Իսկ թվում է սիրո պակասը դա հենց այն կարևորագույն կետն է, երբ որ դու կորցնում ես կապը ինքդ քո հետ, քո սրտի հետ, Աստծո հետ։ Դա ինձ համար մեկ ամբողջություն է, ես չեմ կարողանում, չգիտեմ որքանով եմ, որ ես ճիշտ տարանջատել, բայց ինչ է կատարվում մարդու հետ, երբ որ ինքը կորցնում է այդ կապը ու հիմնականում նման դեպքերում էլ նրանք սկսում են ապացուցել, որ իրենք ճիշտ են ու դուք սխալ։ Օրինակը բերեմ պատերազմի դաշտում, կապավոր ինչ է անում։ Ինքը անդադար թիկունքի հետ կապ է չէ պահում։ Սերը երկնքի հետ կապ պահողն է։ Երբ որ կապ չկա, զինվորները ինչ են, փորձում են իրենց իմացած միջոցներով, ճանապարհներով ցույց տալ, որ իրենք կարող են հաղթել ու դուրս գալ այդ վիճակից։ Երբ որ դու սերը չունես եւ կապ չունես երկնքի հետ, այդ կապը աղոթքը։ Չէ, աղոթքը մեկ քայլն է, կարևորը ճանաչողությունն է։ Այսինքն Աստված սեր է, Աստված հոգի է, դու էլ Աստծուն պետք է սիրով ու հոգով երկրպագես։ Եվ այդ ճանաչողության մեջ, երբ որ դու Տիրոջը չես ճանաչում, քեզ համար
հորինում ես, քեզ համար պատկերում ես կամ կարդացածով ես փորձում ճանաչել, դա փորձառություն չի։ Երբ որ դու փորձառություն չունես, նաև համբերությունդ ես կորցնում։ Իսկ երբ որ դու համբերությունդ վերականգնես, համբերությունը քեզ բերում է հույսին, Պողոս Արաքյալն ասում է հույսն էլ երբեք մարդուն ամոթով չի թողնում։ Այսինքն միայն Աստվածաշունչ կարդալը դա բավական չէ, որպեսզի կարողանաս ճանաչել Աղոթքը, Աստվածաշունչը, կարդալը, պատարագին մասնակցել, եկեղեցի գնալ, սրանք այն քայլերն են, որով դու ապացուցում ես քո ճանաչողությունը, մտերմությունը։ Հիմա մի ժամանակ մենք իրար չենք ճանաչում, այսինքն իրար գիտեինք, ես ձեզ հեռուստացույցով եմ ճանաչում, դուք ինձ հաղորդումները YouTube-ով եք տեսել, ճանաչում եք։ Սա գիտեիք ինձ, չէիք ճանաչում։ Ճանաչելու համար ինչ եղավ, որ մենք իրար հետ հանդիպեցինք, շփվեցինք, խոսեցինք, հավատքը նաև միանշանակ գործողություն է։ Միանշանակ, առանց այդ գործողության հնարավոր չէ։ Այսինքն, երբ որ դու շատ ճաշ ունես, բայց սոված ես, չես ուտում, այդ գործողությունը չեմ, ում է պետք ունեցած ճաշը, ինչքան է լավ լինի, թանկարժեք լինի, ամենահամեղը լինի, դու պիտի փորձես, որ հասկանաս։ Դրա համար այդ ճանաչողությունը շատ կարևոր է։ Մնացած արդեն քո քայլերն են, որով դու ապացուցում ես։ Այսինքն, որ դու սիրում ես քո սիրած էակին, ինչ ես անում, քո քայլերով, գործողությամբ, ծաղիկ ես նվիրում, իր սիրած շորն ես գնում, օծանելիքն ես գնում, պտուղ, այսինքն պտուղները պիտի ցույց տաս, որ քո սերը ոնց է արտահայտում։ Այսինքն ամեն նույնիսկ այս թռչունների ձայնը լսելով դու կարող ես հասկանալ, թե Տերը քեզ ինչ է ասում։ Ես բավականին ուշ սկսեցի դա գիտակցել, ըստ իս միգուցե Աստծո գործերն արքանելի են, ուրեմն ուշ չկա։ Ուշացած չի կարևորը։ Ես նկատեցի, որ եկեղեցում տղամարդիկ մի տեսակ ուրիշ ձև են վերաբերվում։ Կանանց ուղարկում են, իրենք գալիս են նույնիսկ մի երկու անգամ էլ զգացի, որ ասում դու մնա, ես գնամ մի հատ դուրսը ծխեմ գամ։ Նախ տղամարդու համար, բոլորի համար է կարևոր հավատքը, բայց տղամարդու ընտանիքի, քանի որ մեր հաղորդումը նաև ընտանիքի մասին է, ընտանիքում տղամարդու հավատացյալ լինելու, Աստծո ետևից գնալու դերը ինչքանով է կարևորում եւ ինչի է այդպես ստացվել, որ տղամարդը մի տեսակ անլուրջ է վերաբերվում այս ամեն ինչին։ Այսօր ամենացավոտ հարցերից մեկն է, որ տղամարդկանց եկեղեցի բերել, որովհետև հիմնականում մեծ մասը կանայք են լինում այսօր բոլոր եկեղեցիներում, ոչ թե միայն հայ եկեղեցիում, այլ բոլոր եկեղեցիներում։ Ինչու՞։ Նախ սկսենք նայած, որ տղամարդիկ են ժամանակին կազմել կորիզը եկեղեցու։ Երջախմբի այդ քառաձայն գրված է տղամարդկանց համար, դա արական երջախմբի համար է։ Երբ որ տղամարդիկ ծուլացել են գալ, կանայք են սկսել եկեղեցում երգել։ Եվրոպայում այսօր այնքան են գնաց, որ տղամարդիկ չեն գնում, ստիպած կանանց են երբեմն քահանաներ ձեռնադրում։ Տղամարդը ինքը իր էությամբ մի քիչ ավելի կոպիտ է, իր բնությամբ, իր խառնվածքով, երբեմն անտարբերությունը շատ է նաև տղամարդու մեջ, բայց կնոջ դերն էլ մեծ է, որ կինը կարող է օգնել, որ տղամարդը լինել եկեղեցու մեջ։ Այսօր քանի որ աշխատանքը այնպեսին է մեր կյանքի մարդկային հարաբերությունները, որ տղամարդիկ հիմնականում աշխատողն են, գումար վաստակողն են, առաջին պատճառաբանությունը վերում է, որ աշխատում են, ժամանակ չեն կարողանում գա։ Սա ծուլության արդարացում է, իրենք ամեն կիրակի չէ, որ աշխատում են եւ նաեւ ժամանակ ունեն գալու։ Ես ինքս Դիլիջանում 5 շաբթի օրն եմ երկրորդ պատարագ եմ անում, որպեսզի նրանք, ովքեր կիրակի չեն կարող գալ, 5 շաբթի երեկոյան կարողանան գալ պատարագի, որպեսզի Քրիստոսին հաղորդվեն։ Երկրորդ տղամարդկանց մոտ հետարկություններն են տարբեր։ Օրինակ կինը այլ կերպ է մտածում ընտանիքի, չէ՞, ընտանիքի պահողը, պահպանողը կինն է։ Տղամարդը ամեն ինչ աշխատում է, բերում է, ոնց որ տունը կառուցել, ամեն ինչ քարը, ավազը, մյուսը ցեմենտը, շաղախողն ու սարքողը կինն է, հոգևոր կյանքի մեջ էլ տուն պահողը, պահպանողը կինն է, տղամարդը միշտ ասում են դրսի մարդ է։ Բայց երբ որ տղամարդը տան մեջ աղոթող եղավ, այդ տունը երբեք չի կարող քանդվել եւ այդ տունը չի կարող երբևէ խնդիր ու դժվարություն, որովհետեւ տղամարդը երբ որ ճանաչեց, հնազանդվեց Տիրոջը, ուրեմն ինքը ամեն բան կարող է կատարյալ անել։ Դրա համար մեկ տղամարդու աղոթքն ավելի զորավոր է, քան 10 կնոջ աղոթքը, որովհետեւ տղամարդու սիրտը այս աշխարհի հետ կապված է, ծխել, խմել, աշխատանք, գործ, ընկերական միջավայր, գիշերները ուշ տուն վերադառնալ, չկարգավորված խնդիրներ են։ Այ երեք մկրտություն էինք անում, երկու երեխաներ իրենց հոր հետ մկրտվում էին, ծխող էր, ասացի Գագիկ ջան, խնդրում եմ, որ այսօր եւ վաղը չպետք է ծխես, որովհետեւ բերանդ մեռոնված է, այսպես մի անգամից այլելվեց, որ այսպես եթե իմանայի այսպես էր, չէի գա մկրտության, ասում եմ նայր, Քրիստոս քեզ համար խաչին համբերել է, քեզ համար չարչում է, խնդրում եմ իր համար, իմ համար չէ, քեզ համար չէ, իր համար 2 ժամ
2 օր դիմանում ես չես ծխում։ Նայից հետո դու կորոշես, կծխես թե չէ, բայց այս 2 օրը տիրոջ համար։ Որովհետև տղամարդիկ մի քիչ մենք էլ նմնվան ենք, էլի, ասենքն կանայք կարող են ջերմությունը վրան լված կանել ճաշեփել։ Մենք մի փոքրիկ ջերմություն ու մի անգամից մենք պարկում ենք, շուտ արեք, հասեք, ես լավ չեմ։ Նույնն էլ առօրյա կյանքի մեջ է։ Հոգնած եմ, դժվար եմ, բայց ընդամենը մեկ քայլ է պետք, որպեսզի կատարես գնաս աղոթելու։ Եվ ինչու տղամարդը կարևոր, որտեվ տան գլուխը տղամարդն է, եթե գլուխը ճիշտ չաշխատի, կինը, երեխաները չեն կարող ճիշտ աշխատել։ Հավատքը կարող է փոխել մարդու բնավորությունը եւ ճակատագիրը։ Ճակատագիր չկա, Մանո ջան, որտեվ եթե ճակատագիր լինի, կնշանակի որ մեկը մեր ճակատը մի բան գրել է, մենք ստիպած իր գրածով պիտի ապրենք։ Մենք հավատում ենք նախախնամությանը։ Մենք ազատ ենք ամեն ինչի մեջ, մենք ազատ կամք ունենք։ Այո, բնավորությունները կարող է փոխել, նիստուկացնել կարող է փոխել, ապրելակերպը կարող է փոխել, մարդուն լրիվ ուրիշ մարդ դարձնել։ Օրինակ Պողոս Առաքյալը, օրինակը բերեմ, եկեղեցու հալածիչներ, ատում էր Քրիստոսին, բայց այս մարդը դարձավ Քրիստոսին հանդիպելուց հետո ամենամեծ քարոզիչը եւ մենակով ամբողջ Եվրոպան դարձի վերեց։ Այսինքն կարելի է այստեղից հասկանալ, որ մարդը ծնվելով, ունենալով ընտրելու հնարավորություն, երբ որ ընտրում է հավատքի ճանապարհը, կարծես ամբողջ մեր կյանքը մի դպրոց լինի, որի ընթացքում ընտրելով Աստծուն մենք սկսում ենք փոխակերպվել եւ գալ են կարեւորագույն կետին, որտեղ ի վերջո գտնում ենք այդ լույսը ու խաղաղությունը։ Երբ որ մենք ծնվում ենք աշխարհ են գալիս, Աստված մեզ համար պատրաստել է այս կյանքը։ Մարդը երբ է ծնվում երկրորդ անգամ գիտակցական հավատք ունենալով։ Երբ որ մարդ արդեն ունի գիտակցական հավատք, գիտի իր նպատակը ում համար, ինչի համար է ապրում այս աշխարհի մեջ։ Աշխարհում ամենադժվար բանը ո՞րն է։ Ներելը։ Ամենադժվար գործն է ներելը։ Եթե դու հավատք չունենաս, դու հանուն ում պիտի ներես։ Հանուն ում պետք է համբերես։ Հանուն ում պետք է այդ մարդու հետ նորից հաշտության ձեռք մեկնես։ Հավատքի դերը այստեղ շատ կարևոր է։ Ես եթե հավատքս չունենամ, ես կարող ամեն օր կռիվ անեմ։ Որովհետև հավատքն է ինձ փոխել, որ այն չարաճճությունները, որ ես արել եմ, հիմա չեմ անում։ Որ համբերատար կարող ես մարդուն լսել, ժամանակը տրամադրել, ինչ որ քո հետ կատարվում է, հիվանդություն, դժվարություն, փորձություն, դու գիտես, որ նպատակը մեկն է, քո հոգու փրկությունն է այստեղ, ոչ թե քեզ պատժելն է։ Նաև սա էլ ես հասկանում, որ Աստված քեզ երբեք չի պատժում, դու ես ինքդ քեզ պատժում քո գործած մեղքերով։ Աստված քեզ նորից հնարավորություն է տալիս, առիթ է տալիս փրկվելու։ Այ կաթոլիկ աշխարհի մեջ շատ գեղեցիկ մի ավանդություն կա խաչված ավազակի մասին։ Ասում է, երբ որ հայր Հոսեփը Մարիամ Աստվածածնի հետ Մանուկ Հիսուսի հետ փախնում էին դեպի Եգիպտոս, ընկան ավազակների ձեռքը։ Եվ երբ որ ուզեցին սպանել, ասում է, այդ ավազակներից մեկը, երբ որ Մանուկ Հիսուսի ճառագայթող դեմքը տեսավ, ասաց Մանուկ, ես քո կյանքը խնայում եմ, բայց խոստացի որ մի օր դու իմ կյանքը կխնայես։ Եվ ասում երբ որ եկավ խաչի վրա խաչվում էր այդ Մանուկ Հիսուսն էր, որ նրան ներեց եւ թույլ տվեց երկնքի արքայություն մտի։ Գեղեցիկ ավանդություն է։ Բայց տեսեք, այս մի հայացքը Հիսուսին, Մանուկ Հիսուսին նայելով ինքը չուզեց սպանել այդ երեխային եւ հետո էլ նայեց Հիսուսի աչքերի մեջ, ասաց Տեր, հիշիր ինձ, երբ որ գաս քո արքայություն։ Թե Շավարժ, YouTube-ում բոլոր սոցցանցերում գրեթե մարդիկ ասում են դու կարող ես։ Քեզնից ամեն ինչ սկսում, եթե դու մտածես, դու կարող ես հաղթահարել այս դժվարությունը, դու հզոր ես։ Դա ինձ չի օգնել։ Ես լսել եմ բազմաթիվ տրեներներ, ասեմ, մարզիչներ են ասում իրենց, ովքեր որ մարզիչներ, հոկեբաններ, հա։ Ինձ դա չի օգնել։ Ես չեմ ասում դա լավ է, վատ է, ճիշտ է, սխալ, ես չեմ դա դատելու, բայց ինձ դա չի օգնել։ Ինձ օգնեց Աստծուն մոտենալը։ Ես կարող եմ ամեն ինչ ինձից է սկսում։ Ես կարող եմ անել, թե իմ կարծիքով, կարճ խելքով ես կարծում եմ, որ չեմ կարող, եթե մենակ լինեմ։ Դա անհնար է, բեռը մանավանդ 21-րդ դարի այս լրատվության, այս աղմուկի, այս սարսափ ինֆորմացիաների մեջ մենակ գնալ ու հաղթահարել այդ ճանապարհը ու քո առաջ դնել նպատակներ, թե Շավարժ, ես ինքս լինելով ակտիվ, հիպերակտիվ մարդ, դա իմ ուժերից վեր է։ Էլ չեմ ասում, որ թեթև ակտիվության մարդու համար դա ինչ է։ Սարգիս ջան, 20-րդ դարը ինչ դար էր։ Աստված սպանության դար էր, Աստված մերժության դար էր։
21-րդ դարը մարդապաշտության դար։ Ամեն բան անում են, որ մարդը ինքն իրեն պաշտի։ Ամեն ինչ մարդու եսի համար է, մարդու փառքի համար է եւ մարդու աստվածացման համար է։ Դրա համար միշտ ասում են դու կարող ես, դու կարող ես, դու կարող ես։ Նույն խոսքը սատանան Եվային ասաց, չէ, կեր դուք աստվածներ կդառնաք։ Լավն ու վատը կտոնորինեք։ Այսինքն այս խապկանքը գալիս է առաջին մարդուց, որ մարդը խապված ինքը ամեն ինչ կարող է անել։ Դու կարող ես աշխարհը գրավել, աշխարհի տերը լինել, հարուստը լինել, բայց դու չես կարող դրա հետ մեկտեղ երջանիկ լինել։ Պողոս Արաքյալը իր նամակի մեջ շատ մի գեղեցիկ տող ունի, որը շատ եմ սիրում, ինձ համար դա ելակետային սկիզբ է եղել իմ կյանքում, ասում է, ինչու է մահվան վճիռը մեր գլխին միշտ կախված, որպեսզի մենք սովորենք ինքներս մեզ չապավինել այլ Աստծուն, ով հարություն է տալիս մեռելներին։ Մեր կյանքի մեջ մենք միայնակ կարող ենք շատ հաջողություններ ունենալ, շատ փառքի հասնել, շատ հարուստ դառնալ, բայց ի վերջո նպատակը այդ ամենը ունենալու ինչ։ Սողոմոն իմաստունի չափ ոչ ոք հարուստ չի եղել, իմաստուն չի եղել, փառք չունեցել, բայց ինքը միշտ ասում էր ունայնություն ունանությանց ամեն ինչ ունայն է, որովհետև գալիս է հասնես մի տեղ, որ էլ տեղ չկա գնալու։ Հա, դարձար թագավոր, դարձար ամենահարուստ մարդը, դարձար ամենահայտնի մարդը։ Հետո դրանից ավել ինչ մի դու կարող ես անել, հետո սկսում ես անդրադառնալ, որ ամբողջ ժամանակը տրամադրես մի բանի, որ ոչնչի է։ Դավիթ մարգարեն էլ ասում էր, մարդը զուրտեղը տագնապում է, չարչարվում է, գանձ է դիզում, չգիտի ում համար եւ ինչ, որտեղ իր կյանքի օրը ստվերի պես մի պահ երևում ու անհետանում է։ Ցավոք սրտի մեր մարդկային կյանքի մեջ դրված է, մեր մեջ մանկուց կա, որ մենք ուզում ենք առաջինը լինել։ Օրինակ ոչ ոք չի ուզում երկրորդը լինել։ Բոլորն ուզում են առաջինը լինել, բայց այդ առաջինը ինչի մեջ։ Սա շատ կարևոր է, ինչի մեջ պիտի լինես։ Երբ որ դու փոքրի մեջ հավատարիմ ես, Տերը քեզ մեծը կվստահի։ Երբ որ քո տրված փոքրի մեջ դու ազնիվ ես, Տերը քեզ ավելին կտա։ Բայց երբ որ դու ուզում ես ինքդ քեզանով փոխել ամբողջ աշխարհը, հնարավոր չէ։ Իմ սիրած պատմություններից մեկը մի մարդ ասում է՝ «Պիտի գնամ ամբողջ աշխարհը փոխեմ», հետո որ տեսնում է չի կարողանում, ասում է՝ «Լավ, գնամ իմ երկիրը փոխեմ»։ Երբ որ երկիրն էլ չի կարողանում, ասում է՝ «Գնամ իմ քաղաքը փոխեմ»։ Երբ որ քաղաքը չի փոխում, ասում է՝ «Գնամ իմ ընտանիքը փոխեմ»։ Երբ որ չի կարողանում, ասում է՝ «Ես մի բան հասկացա, ես նախ ինքս ինձ պիտի փոխեմ, որ ընտանիքս փոխեմ, ընտանիքին շո քաղաքս, հետո աշխարհը»։ Այսինքն մարդ ինք իրեն պիտի փոխի։ Դրա համար հայրեն էլ մեզ սովորեցնում է, որ մենք խնդրենք Աստծուն, որ օրհնի մեզ մեր գործ, այսինքն մենք մեր բաժին աշխատանքը որ անենք, մեզ ինքը միջոց կդարձնի որոշակի բաներ փոխելու։ Եթե դու ինքդ քեզ չփոխես, քեզ չճանաչես, դու չես կարող անել ամեն բան։ Ես ինքս էլ հոգեորական լինելով հավատք ունեցող մարդ, երբ որ եկավ պահը հատկապես համաճարակ ես COVID-ի ժամանակ, ես մահամերձ եմ եղել։ Ինձ գրեթե անգիտակից շնչահեղձ վիճակում ինձ հիվանդանոց են տարել։ Բժիշկները չէր որ իմ կյանքը փրկեցին, որտեղ իմ կողքը պարկած մարդ կար, ով ինձանից ավելի քիչ խնդիր ուներ, ինքը ննջեց, ես մնացի։ Ամբողջ ընթացքում հիվանդանոցից համար դա է, ով ինձ փոթի կանգնեցրեց, ինչի համար եւ կանգնեցրեց, ինչու Տերը իմ կյանքը պահեց, ինչ նպատակ ուներ պահել, որտեղ ուրեմն նշանակում է, որ ինքն է ինձ պահող, պահպանող եւ դեռ ծրագիր ունի ինձ հետ անելու, գործ ունի միջոցով անելու, պահեց։ Բայց թե որտեղ իմ կյանքը հետո կընթացվի, ես չգիտեմ, ես չեմ կարող դրա վրա ստանալ։ Դրա համար ես միշտ ամեն օրով լույսը բացվում է, ասում շնորհակալ եմ Տեր, որ մեկ օր էլ ապրեցի եւ ես չգիտեմ վաղը կլինեմ թե չէ։ Երբ որ պատարակ եմ մատուցում ներողություն Սարգսյան, ես առաջին ու վերջին անգամվա զգացումով եմ, որտեվ ես չգիտեմ հաջորդ կիրակին կարող եմ տիրոջ մարմին ու այունը վերցնել ձեռքս, թե որտեվ ես 5 ամիս անկողնում պարկած եմ եղել, ես չեմ կարողացել իմ տիրոջը մոտենալ եւ իմ ձեռքերով աղոթել, բաշխել ժողովրդին այդ ամեն ինչ։ Եվ դու չես կարող այստեղ արդեն ասել ես, հնարավոր չէ այս ամեն ինչը։ Որ բան սկսեց եսը, դու տեղ արդեն պարտված ես։ Այսօր ցավոք սրտի աշխարհը գնում է ավելի շատ ցույց տալու վրա, այսինքն մենք շատ դեպքերում ինչ որ բաներ կարող ենք ցուցադրել, բայց իրականում մեր ներսը լինի շատ դատարկ։ Իմ պատկերացման մեջ առաջին հերթին օրինակ հատկապես ընտանիքում, ոնց որ պատկերացնենք սեղան, ընտանիքի անդամներն են,
ասենք շինեմ տղամարդն է, Աստված, իր կողքը, կին եւ երեխաներ։ Ու երբ որ տղամարդը եւ կինը պետքա այդ սիրո աղբյուրը նրանցից է գալիս, շատ դեպքերում նրանք ցույց են տալիս, բաժանում են այդ սերը, որովհետեւ գիտակցում են, հասկանում են, բայց մինչդեռ իրենց ներսի բաժակը դատարկ է։ Սերը այդ տալը, ցույց տալը, պտուղները առաջին հերթին սկսվում է քո ներսից։ Նույնիսկ ինչ որ մեկին լավություն են անում, չեն անում այդ լավությունը, որովհետև իրենք դա ուզում են, այլ որպեսզի շրջապատին ցույց տան, որ տեսեք ես ինչ բարի եմ, ես ինչ լավն եմ, բայց դա կարծում եմ ինչ որ չափով քողարկում է քո ներսի շատ ու շատ խնդիրներ, որոնք դու ինքդ քեզ չես ուզում խոստովանել։ Ցավոք սրտի, ինչպես նշեցի, մենք այսօր այնպիսի աշխարհում ենք, որ մենք ավելի շատ ձևի համար ենք ապրում, քան բովանդակության։ Օրինակ ընտանիքը նշեցիք, չէ՞։ Ինչ է ասում Սուրբ Գիրքը, ասում է. տղամարդ թող իր կնոջը սիրի այնպես, ինչպես ինքն իրեն է սիրում։ Այո։ Եթե ասում է որևէ տղամարդ իր կնոջը չի սիրում, ուրեմն ինքն իրեն էլ չի սիրում։ Ուրեմն այստեղ արդեն Աստված դրել է խորհուրդը, այդ սերը ոնց պիտի լինի։ Քո կնոջը, կինը իր ամուսնուն պիտի սիրի ոնց որ ինքն իրեն է սիրում։ Բայց մենք չգիտենք ոնց մեզ սիրում։ Այդ սիրելը, որտեղ սեր բառը մենք միշտ պահանջատիրություն ենք հասկանում, թե մեկը սիրում է, պարտավոր է, բայց սերը զոհաբերություն է, պարտավորություն կամ պարտականություն չկա, այլ շնորհակալություն է, որ դու քո ազատությունը զոհաբերում ես քո սիրելիին երջանկացնելու համար։ Այսինքն այստեղից ճիշտ եմ հասկանում, այսինքն սերը դա ազատության կորուստ է։ Ոչ, հակառակը։ Եթե քո ազատությունը դու զոհաբերում ես։ Ինչ է ասում Հիսուսը, մեծ չկա ավելի մեծ սեր, քան այն սերը, որ մեկ իր կյանքը տալիս է ուրիշի համար։ Այսինքն սիրո գերադրական աստիճանը քո կյանքը զոհաբերելն է մեկ ուրիշ։ Սա ընտանիքում քո երեխաներին կնոջը ամուսնուդ երջանկացնելու համար կլինի, քո անձը կդնես պետության, պետականության համար, երկրի սահմանների համար, որևէ աղքատին հոգ տանելու համար, այսինքն գնալ 10 րոպե նստել հիվանդի կողքը սիրով, ջերմությամբ։ Բայց ըստ ում այդ դեպքում ոնց որ դա ոչ այդքան զոհաբերություն է, այլ ինչքան դու քո ներսից այնքան լցված ես, որ պատրաստ ես, այսինքն պատրաստ ես օգնել։ Եթե սեր ունես, դու չես կարող դատարկ ունել։ Օրինակ սիրո տարբեր տեսակներ կան։ Ամենագլխավորը հոգևոր սերն։ Եթե տղամարդուն ու կնոջը ընտանիքի մեջ հոգևոր սերը չի կապում, երկար ժամանակ չեն դիմանա։ Ինչու՞։ Որովհետև ինչքան էլ գեղեցիկ լինի կինը, ամուսինը գեղեցիկ լինի, այսինքն դու երկար չես կարող դրա հետ ապրել, այսինքն դու պետք է մարդու հետ ուզենաս ծերանալ, առանց այս մարդու չկարողան, ոչ թե չես ուզենում, այլ չես կարող առանց իր ապրել։ Այսինքն մենք հավանեցինք իրար, տեսանք, մեր ամեն տղամարդ եւ աղջիկ իր պատկերացրած ունի, ինչպիսի կին է ուզում, ինչպիսի ամուսնում, որևէ մեկ էշ մի քանի բան տեսնում ենք, միանգամից վերսա մերն է։ Հետո որոշակի ժամանակ որ թերություններ ես նկատում, որ չէ, իրականում սա կատարյալ չի, սկսում ես այլ բան փնտրել եւ կամ հիասթափվում ես կամ հարմարվում ես այդպես ապրել, բայց սերը հարմարողականություն չէ, սերը նաեւ սրբագրել է, սերը նաեւ զորացնել է, սերը ուժեղացնել է եւ այդ սիրով պարուրել է, որպեսզի քո ունեցածը ինչպիսին որ կա, ես հաճախ եմ ասում մարդկանց, որ ժողովուրդ սիրելիներ Աստված մեզանից կատարյալ սիրտ չի փնտրում, մեզանից անկեղծ սիրտ է փնտրում։ Անկեղծ սիրտ, եթե անկեղծ է այս տարածքը, ուրեմն այստեղ լիքը բովանդակություն կա, այդ բովանդակության մեջ նաև դու սկսում ես ոչ թե արտաքին ձևականությունները պահել, ցույց տալ, որ մենք թվացial երջանիկ ենք, ուզում ենք, այլ իրականում դու երջանիկ ես, ինչ որ ունես, այն մի կտոր հացը, ում հետ որ դու ապրում ես, դու նրա հետ ես երջանիկ, թե որ ինչ տան մեջ ես ապրում կամ ինչ եք հագնում կամ ինչ ենք ուտում, մենք իրար հետ ենք երջանիկ, ներսում է։ Այդ շնորհակալության զգացողությունը ես կարծում եմ յուրաքանչյուր մարդու մեջ ամենավեհ զգացմունքն է, որովհետև իրականում երբ որ սկսում ես ոնց որ ասում ականջներդ բացում ես, աչքերդ բացում ես ու սկսում ես հասկանալ, թե ինչքան բազմաթիվ հնարավորություններ է մեզ Աստված տվել, ստեղծել է ամեն ինչ, որ դու լինես երջանիկ, դու լինես շնորհակալ եւ ինչքան մենք պատճառներ ու խնդիրներ ենք գտնում այդ ամեն ինչից հեռանալու համար, չտեսնելու համար, ես ամեն առավոտ այդ շնորհակալության զգացողությունով եմ արթնանում ու ասում արդեն որ ես կամ ունեմ ոտք ու ձեռ, ունեմ հնարավորություն աղոթելու, մտածելու, դրանից ես կարծում եմ թանկ բան այս աշխարհում մենք չունենք։ Հիմա ամբողջովին աշխարհը գնում է դեպի նյութականը, մեքենա, տուն, ու այնքան է այդ աշխարհում այդ ամեն ինչը արդիական, որ մեկ-մեկ դու որպես հավատացյալ մարդ սկսում ես քեզ
կորցնել դրա մեջ, որովհետև ամբողջ շրջապատը ողողված է դրանով։ Ու կա մի թյուր կարծիք, որ միշտ այդ հավատացյալ մարդ ավելի սենց խեղճ, խոցելի, որ հավատացյալ ես, ուրեմն դու պետքա լավ չապրես, դու պետքա, չգիտեմ, մեքենա չունենաս, լավ տուն չունենաս, գեղեցիկ չհագնես, որտեղից է եկել այդ կարծիքը, որ եթե դու հավատացյալ ես ու դու, չգիտեմ, երջանիկ ես, գեղեցիկ հագնված ես, ունես լավ աշխատանք, ուրեմն ինչ որ միտեղ դու ստում ես, ինչի է այդպես։ Որովհետև դարերի ընթացքում մարդիկ փորձել են այլ կերպ ներկայացնել մեր քրիստոնեական կյանքն ու հավատքը, կենցաղավարությունը։ Աբրահամը ամենահարուստ մարդն եղել աշխարհում, բայց ամենաազնիվն է մնացել աշխարհի մեջ եւ մենք Աբրահամի զավակներ են կոչում իր հավատքով։ Մարդ կա, որ ամուսին ունի, միշտ դժգոհ իր ամուսնուց, բայց ուրիշ համար երազանք է ամուսին ունենալը կամ լավ կին ունենալը, երեխա ունենալը, ասում է հոգնել ենք այս երեխեքից, զզվեցինք արդեն, բայց չէ որ ուրիշները երազում են երեխա ունենալ։ Չեն գնահատում։ Այստեղից է սկսում, երբ որ դու քո ունեցածը չես գնահատում, դու սկսում ես մրցակցության մեջ մտնել ուրիշի հետ համեմատվել։ Այո։ Նորապսակ զույգերի միշտ ասում եմ հանկարծ ամուսնուդ կամ կնոջդ ուրիշի հետ չհամեմատես։ Չասես սրա մարդը, այս արեց, սրա կինը այսպես անում, դու այսպես չես անում։ Չէ, արդեն սխալվում ես այդ։ Ունեցածդ պիտի գնահատես։ Հոգևոր կյանքը պատճառ չի, որ մենք աղքատիկ ապրենք կամ մեքենա չունենաս։ Ուրիշ հարց է, որ դու անես ցուցամոլության համար, որ ցույց տաս այդ ամեն ինչը։ Շատ հարուստ մարդիկ կան այսօր, որ ոչ ոք էլ չի իրենք հարուստ են, իրենց համեստության պատճառով, երբեմն եկեղեցում այնցալ օրը մի տղա ասում է, գիտես, այն ծնկած մարդով, այսինչ կազմակերպության գլխավոր տնօրեն, ասում եմ, բայց ինչու է զարմանում։ Իրենք էլ են մարդիկ, աղոթող մարդիկ, մարդը, որ գիտակցություն ունի, որ այս ամեն ինչ որ ունի, շնորհակալ է Աստծուն, ուրեմն ինքը ավելին կունենա, ոչ թե կվերագրի ինքն իրեն։ Երբ որ ես գնացի դիլիջանց արես, մեքենա չունեի, ոտքով էի, տրանսպորտով գնում էի, գալիս էի, ոչ ոք էլ չասեց, որ տերեր մեղք ես, մի մեքենա տանք քեզ, գնա արի, բայց երբ որ մեքենա ունեցա, ասեցին, ուրեմն գործերն ինչքան լավ է, որ մեքենա ունեցա, բայց ոչ մեկ չմտեց, որ ես կնոջս ոսկեղենը գրավ եմ դրել, մեքենա ենք վերցրել, որտեվ անհնար էր ընտանիքով առանց մեքենա։ Ես միայնակ էի ժամանակ Դիլիջանում, հեշտ էր առանց մեքենա ապրել։ Այստեղ խնդիրը քրիստոնյայի կյանքի, եթե հարստությունը, գեղեցիկ հագու կապը ցոք ու շվայտության չվերածվի, սա է խնդիրը, որովհետև չափի զգացողություն կա, այսինքն երբ որ դու ունես, քեզ ավելին թույլ չտաս, ունական մարդիկ չէ, որ շատ հարստանում են, արդեն սկսում են արհամարանքով խոսել, կամ մեկ մեքենայի փոխարեն 5 խոսել, կամ 5 ունենալ, կամ արդեն մրցակցություն այս պարանոցից շղթան լավը չի մեկ ուրիշը դու ունես, բայց ունես որտեվ հարևանը գնել է կամ ծանոթ ընկերը, դու ուզում ես հետ չմնալ։ Այստեղ է մեր խնդիրը, որ դու չես զգում, երբ ես ընկնում արդեն մրցակցության մեջ։ Այբ որ դու մտներ մրցակցության մեջ, արդեն իրական քրիստոնեությունից հեռանում ես եւ իմ ամենասիրած պատմությունը մի ստրուկ գալիս է մի թագոր մոտ, ստրուկ որպես ծառայում է, որ թագորը տեսնում է այս մարդու ազնվություն նշանակում է երկրի գանձապահ։ Դե բնականաբար մնացած մյուս նախարարները, հարուստները չարախոսում են, որ սա քեզ խաբում, տեղ ինքը ամեն երեկո գնում էր գանձատուն, հետ էր վերադառնում։ Թագավորը չի հավատում, ասում է, բայց եկեք գնանք ստուգենք, տեսնենք ինչ է անում։ Ասում է, այս մարդը մտնում էր ներս, ես թագավորի տված պալատական զգեստները հանում էր, նորից իր աղքատի զգեստները հագնում էր, ասում էր նա իր հանկարծ չմոռանաս ով ես եղել եւ ով ես հիմա, այդ մարդու տված պարգևը չկորցնես։ Նորից հագնում էր շորերը դուրս ամեն օր ինքը այդպես էր շնորհակալություն, որ ինքը աղքատ էր, ստրուկ էր, հիմա պատիվ ունի, ոչ միայն հարուստ է, այլև գանձապահ է եւ ինքը շնորհակալ է այդ մարդուն։ Աստված ինձ տվել է առողջություն, ինձ տվել է լավ կին, լավ երեխաներ։ Ես ինչու պիտի այլ բան փնտրեմ, եթե կարող եմ իրենցով ես երջանիկ լինել, ես իրենց հետ իմ օրը լցնեմ, իրենցով ես ապրեմ։ Տեր Շավարժ, տրամաբանորեն եկանք ընտանիքին։ Իմ համար, իմ Մանոյի համար շատ կարևոր մի թեմայի։ Ինչ է ընտանիքը, շատ կարճ կոնկրետ։ Ու ինչ դեր ունի մարդու համար ընտանիքը կամ ինչ դեր պիտի ունենա։ Ընտանիք ինչ է նշանակում։ Մեկ տանիքի տակ ապրող մարդիկ, որտեղ պիտի թևածի սերը։ Ուրեմն ընտանիքի հիմքը դրվում է հավատքով։ Պատերը բարձրանում է հույսով, առաստաղը դառնում է սերը, եւ այդ ինքը այդ ամբողջության մեջ դրախտի ներկայությունն է։ Մենք միշտ աղոթքի մեջ ասում ենք Տեր Աստված, Հայր, Նազարեթի ընտանիքը մեզ օրինակ դարձրեց, այսինքն մենք սուրբ ընտանիք ենք կոչում Հայր Յոսեփի, Մարիամի,
եւ Հիսուսի ներկայությունը սուրբ ընտանիք։ Մենք փորձում ենք այդ սուրբ ընտանիքի մեջ ապրել, որտեղ գլխավոր պիտի լինի սերը, հասկացողությունը եւ ներողամտությունը։ Եթե այս երեքը չկա ընտանիքի մեջ, այդ ընտանիքը չի կարող ամուր լինել եւ ընտանիքը եւ ընտանիքների բոլոր միությունը նախ հասարակությունն է կազմում եւ վերջապես ինքը քրիստոնեությունը, մեր հավատքն է նաեւ արտացոլվում դրանով։ Եթե այդ ընտանիքը լինի բռնություն, ծեծ, դավաճանություն, սուտ, կեղծիք, ինքը կքանդի նաեւ պատկերացումը հավատքի եւ ընտանիքի մասին։ Ընտանիքը նաեւ Աստծո գործն է։ Ինչու՞։ Ամուսինները, որ սիրով են իրար հետ ապրում, ուրեմն նշանակում է, որ մարդ եւ Աստված, տեսեք, երկերկոց գիրքը չէ, Աստվածաշնչում տղամարդու սիրո պատմություն է, բայց սա մարդ եւ Աստծո հարաբերության, թե հոգին եւ Աստված ինչպես պիտի իրար հետ սիրեն ապրեն։ Ուրեմն տղամարդն ու կինը, որ ամենավեհ զգացմունքը, ընդհանրապես ոչ թե ծնողի, զավակի կամ այլ սերել, տղամարդու կնոջ սերն է վեհ զգացմունքը, սրանով դրվում է հիմքը արարչագործությունը շարունակելու, որպես ընկերներ, բարեկամներ որդեծնության համար։ Այսինքն ընտանիքի մեջ մենք զավակներ ենք ծնում, մեծացնում երկնքի համար, հասարակության համար, բարի, ազնիվ ու լավ մարդիկ։ Նշանակում է մենք շարունակում ենք Աստծո արարչագործությունը։ Բայց ինչպես մարդ կարող է հասկանալ, երբ որ ընտրում է իր երկրորդ կեսին, դա հոգևոր սիրո մասն է, իսկ ինչպես դու պետք է հասկանաս քո մոտ հոգևոր սերը, թե մարմնական, դա ավելի շատ ճանապարհ է, որը որ դու անցնում ես, որի ընթացքում հաղթահարելով շատ ու շատ խնդիրներ սկսում ես գիտակցել ու հասկանալ, թե որքանով էր ամուր այդ կապը, թե դա հենց ի սկզբանե մարդուն տրվում է։ Դե մարդկանց ոնց կարող են առաջին բանը հասկանալ, միասին աղոթելն է։ Օրինակ ես միշտ նորապսակներին խնդրում եմ պսակադրությունից առաջ գալ եկեղեցի, պատարագին մասնակցել, միասին աղոթել, միասին հաղորդել, որ սա առաջին լեզուն է սիրո։ Եթե դու չես կարող քո կեսի հետ, քո ապագա կնոջ կամ ամուսնու հետ աղոթել, խոսել Տիրոջ հետ այդ նույն լեզվով, ուրիշ լեզուները շատ դժվար պիտի լինի։ Այսինքն միասին աղոթել նշանակում է, որ երկուսը նույն գաղափարի մեջ եք ու գաղափարները կարող են տարբեր լինել, այսինքն պետք չի որ անպայման մենք նույնը լինենք, պետք է որ տարբերություն լինի, արդեն կին թե տղամարդ մենք տարբեր ենք, երեխաների դաստիարակությունը ասում կարող ենք տարբեր, բայց աղոթքի լեզուն էս բերում է որ մենք գանք նույն կետին հանգենք, որ նպատակը մեկն է, այս մարդկանց լավ մարդ դաստիարակել, ոչ թե խելացի իմաստուն, այլ լավ մարդ, պիտանի մարդ, նախ իրենց համար, ընտանիքի համար, հետո հասարակության համար։ Թե մեկը չունի բարոյական արժեհամակարգ, հոգևոր, աստվածային եւ մարդկային, իր հետ շատ դժվար պիտի լինի։ Ցանկացած հանցագործություն, որ նայում ես, տեսնում ես մարդկանց կյանքի մեջ, մեծ մասը գալիս է սիրո պակասից։ Դա ես շատ տեսել եմ բանտերում, որ մարդիկ սիրո պակասից են դարձել հանցագործ։ Երկրորդը գալիս է արժեհամակարգից, ինչ միջավայրում ես դու մեծացել, օրինակ հիշեք, երբ որ Հրանտ Դինքին սպանեցին, իր կինը մեծ ցույցի ժամանակ ասեց այս մարդասպանն էլ մի ժամանակ երեխա էր, գնացեք տեսեք թե ով է իրեն դաստիարակել եւ ինչ արժեքներով են դաստիարակել։ Բայց դա չի նշանակում, որ պատասխանատվությունը դնում ես մեկ ուրիշի վրա, ասելով դե եթե այսպես չէ։ Դե բոլորս ենք պատասխանատու, մենք բոլորս պատասխանատու ենք, այն մարդկանց համար, ովքեր մեզ վստահված են, մենք իրենց համար պատասխանատու ենք եւ մեզանից շատ բան է կախված։ Դրա համար Տերն ասում է, երբ որ դու բարիք ես գործում, այսինքն ճիշտ ես անում ամեն բան, մինչև 1000-րդ սերունդդ օրհնված պիտի լինի։ Եթե չարիք ես գործում, ասում է պիտի պատժվեն քո սերունդները, ոչ թե այդ երեխաները, նրա սերունդները պատասխանատու են այս մարդու գործած մեղքերի համար, այլ այդ մեղքերի պատճառով նրանք օրհնությունից են զրկվում, իրենց երեխաներին զրկում են երջանիկ լինելուց։ Դե շավաշ, այսօր նաև փորձենք ձեզ բացահայտել ոչ որպես հոգևորական, որովհետև կարծում եմ շատերը գիտեն ձեր գործունեության մասին, այլ որպես ընտանիքի հայր։ Եթե չեմ սխալվում, երբ որ դուք ընտրեցիք հոգևոր ճանապարհը, ունեիք նպատակ գնալ դեպի կուսակրոնություն, եւ հետաքրքիր է, ինչ ձեր գիտակցության մեջ փոխվեց, միգուցե ինչ-որ մի դեպք եղավ, որ ընտրեցիք, որ կանանց բանտում շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է, որովհետև երբ որ մեկ բանը տղամարդկանց ժամանակ ծառայել եք կանանց 7 տարիներ բանտերում եմ ծառայել, եւ կանանց բանտն էլ մեջ է Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում։ Երբ որ ընտանիքից արդեն կին տղամարդ հարաբերությունից խոսում էի, ասում են տղա ջան, դու ամուսնացած ես։ 1, 2, 3 դե հարց առաջում, ինչու է ասում։ Այսինքն երբ որ մի բան չունես,
Այսինքն չկա կողքդ մեկը, ում դու սիրում ես, հոգ ես ստանում, չկան զավակներ, որոնց դու գրկել ես, նրանց հոտը զգացել ես, ոնց պիտի խնամես։ Չգիտես, տեսականորեն շատ գեղեցիկ ներկայացնում ես, եւ սա պատճառ դարձավ, որ ես որոշեցի ամուսնացել հոգեվորական դառնալ, լավ ամուսին, լավ հայր լինել, հետո լավ քահանա լինել, որովհետեւ մինչեւ դու լավ հայր, լավ ամուսին չլինես, ընտանիքի մարդ չլինես, քո օրինակով դու չես կարող նաեւ լավ քահանա լինես։ Դրա համար Պողոս Արաքելն ասում է քահանան թող անմեղադրելի վարք ունենա, այսինքն սուրբ կյանք ապրի, մեկ կնոջ ամուսին լինի, այսինքն ամուսնալուծված կամ սիրուհի չունենա եւ ունենա հավատացյալ զավակներ։ Ուրեմն այս 3 պայմանով դու կարող ես շահել բոլոր մարդկանց։ Սա է պատճառն եղել։ Դժվար չի, որովհետև շատ պարտավորեցնող խորհուրդ ունի հոգևորականի ընտրած ճանապարհը, ընտանիք, մի տեսակ երեխաներ դաստիարակել, երեխաները շատ բաներ ասում են, դե իրանց հետաքրքիր չի շատ դեպքերում, ասում են դե լավ էլի, իդեպ ոնց են ձեզ դիմում։ Հայր, papa, տանը հայրիկն եմ դրսում տեր հայրը։ տանը հայրիկ դե լավ էլի այսօր չգանք պատարակի կամ այսօր սենց անենք կամ նենց անենք կամ դե թող ապրենք հայրիկ ջան, դե հասկացանք։ Այդ խնդիրների առաջ չեք կանգնել, որովհետև ես անձամբ ինչ եմ ասում, ես այդ խնդիրների առաջ անընդհատ իմ ու Մանոյի պայքարն է դա, որ կարողանան գոնե օրվա մեջ ինչ որ մի բան սովորացնենք իրենց։ Ընդհանրապես քահանան ինքը նախ եւ առաջ իր տան մեջ է քահանա, եթե տանդ մեջ ձախողես, համայնքի մեջ էլ պիտի ձախողես։ Երկրորդը ընտանիքը արդեն այսպես թե այնպես ինքը ուշադրության կենտրոնում է։ Իրենք ոչ թե նրան են ու ավետիքն են, երեխաները գայան են, երեսկինն, այլ իրենք Տեր Շավարշիկինն ու երեխան, արդեն սա կրկնակի ուշադրություն է իրենց վրա, եթե երեխաները ուրիշների հետ նույն սխալները գործում են, հեշտությամբ ներվում է, եթե քահանայի երեխաներն են անում, արդեն հո ձեր հայրիկը այսպես, կարա ստրեսի հանգեցնի երեխաները։ Կարող է, որովհետև միշտ երեխեքը ասում են, որ կրակն ընկանք, որ մենք քո երեխեքն ենք։ Շատ դեպքերում, հա, արդեն դուք ունեք ձեր ընտրությունը եւ ակամայից արդեն ձեր ընտրությունը նաև ինչ որ կերպով ազդում է երեխաների, ընտանիքի անդամների վրա։ Շատ դեպքերում լինում են հակասություններ, որ երեխաները հակադրվում են իրենց ծնողներին, որովհետև ասում են, դա քո ընտրությունն է, դու այդպես ես ապրել, բայց ես մեմ այսպես ապրել, բայց այս դեպքում դա շատ ուղիղ ազդեցություն ունի, ինչպես ասում են, ձեր ռեպուտացիայի վրա, հա, որովհետև դուք որպես օրինակ, բայց նաև դրա հետ մեկտեղ հասկանում ենք, որ յուրաքանչյուրս ունենք ազատ ընտրելու հնարավորություն, ասում են, եթե դուք խոսում եք դրա մասին, բայց ձեր երեխան սենց է, վստահ եմ, որ ինչ որ նմանատիպ կոնֆլիկտներ ընտանիքում ինչպես է կարողանում նմանատիպ հարցերը լուծել։ Փառք Աստծո, եկեղեցու հավատքի հարցում խնդիրներ չենք ունեցել երեխաները, որովհետև տղաս ավետիքն էլ եկեղեցուն շապիկ է ակնում, խորան է բարձրանում։ Ես քանի որ քահանա եմ, իրենք մանկուց արդեն դրա մեջ են, իրենց համար սովորությունն է նախ եկեղեցի լինել, հոգևոր կյանք ապրել, միասին աղոթել, ասեմ, որ իրենց համար ամենամեծ պատիժն է, երբ որ իրենց սխալի համար կարող եմ ես իրենց զրկել հաղորդությունից, դա իրենց համար ողբերգություն է։ Օրինակ վերջերս աղջիկս եկավ հասավ, նախապես չի ասել, որ հաղորդություն չեմ տալու, հասավ հաղորդության պահին, ասեցի հետ գնա, դա իր համար ամբողջ ստրես էր, որովհետև չէր սպասում, որ կարող է հենց այդտեղ բոլորի ներկայությամբ իրեն ասեմ։ Ինձ համար ամենակարևոր բանը երեխաների մեջ շնորհակալության հոգի դնելն է, գոհ լինել իրենց ունեցածից։ Ես մի օր եկա տուն, տեսել ենք այսպես խաղցրավենիքները ասես ճամարել են, փոքր են, 5-6 տարեկան թափել էին, նստեց իրենց, ասացի, որ մի շաբաթ չեմ առնելու ձեզ ոչ մի, որովհետև այս ինչ որ հիմա դուք թափել եք, հազարավոր երեխաների երազանք է։ Դրանից հետո իրենք ինչ որ մի բան փշուր էլ անգամ չեն թափում, աշխատում են չթափեն։ Մանկուց իրենց իմ հետ միշտ տարել եմ աղքատների տուն, կարիքավորների տուն, օգնություն տանելու, իրենց հետ նստելու, իրենց հետ հաց ուտելու։ Ասում եմ, որ առավոտյան մայրիկը հելնումա ձեզ համար ճաշը պատրաստում, արդյունք ասում եք, բայց այսօր չեմ ուզում ուտեմ, լավը չի, չեմ սիրում։ Հիշեք, որ այս ինչ տանը, այս հացը չկար, այս շորը կոշիկը, որ դուք ունեք, այս հրախս ունեք, շատերի երազանքն է։ Երբեմն շատ խիստ եմ լինում, երբեմն կարող եմ պատժել։ Օրինակ վերջերս երկուսն էլ 3-4 ամիս Ես չեմ պատկերացնում դուք ոնց կարող խիստ լինեք։ Հեռախոս չունեին։ Այո, պետք է, որովհետև ինչքան էլ սիրես, խստությունը պիտի պահես, որովհետև երեխան պիտի ունեցածը գնահատի։ Ինձ համար շատ կարևոր է երեխաների վերաբերմունքը ընդհանուր դպրոցում, եկեղեցում, հասարակության մեծերի հետ
իրենց ինչպես պիտի իրենք պահեն, իրենք ինչպես պիտի շփվեն։ Ինձ համար սրանք կարևոր պայմաններ են։ Դրա հետ մեկտեղ էլ կան իրենց տարիքային արդեն հասունացել են, աղջիկը ուզում է շատ շուտ շպարվել, մազերը սանրել, սա խնդիրներ է, երբեմն բարկանում եմ, երբեմն արգելում եմ։ Այսօր առավոտյան դի գնար քնության, արթնացել ինչ-որ բաներ քսել, ստիպեցի գնաց, լվացվեց, նոր գնաց, հասկանում, բայց ուզում եմ որ իրեն խորհուրդ եմ որ դու կհասցնես, ոչ թե դեմ եմ դրան, կգա ժամանակ վեր կհոգնես այդ ամենից, բայց քո բնական գեղեցկությունը քանի երեխա ես, մի կորցու, ինձ համար սրանք չափանիշներ։ Տեր Շավարժ, երբ մենակ եք մնում, ամենաշատը ինչի մասին եք մտածում։ Ամեն ինչի երևի, բայց ավելի շատ երեխաների։ Ինչ եք մտածում։ Ոնց իրենց պատրաստեմ ապագայի համար։ Ես իրենց համար չեմ կարող ապագան պատրաստել, բայց իրենց պիտի պատրաստեմ ապագայի համար, որ ինչ էլ որ լինի, որ հանկարծ ես մի օր իրենց կողքին չլինեմ, իրենք կարողանան ճիշտ ապրել, չշեղվել ճանապարհից, ճշմարտությունով, առավել եւս տիրոջ ձեռքը բաց չթողնեն։ Այսինքն կա այդ մի փոքր անհանգստությունը ապագայի նկատմամբ։ Ոչ թե անհանգստություն, այլ ինչպես ես իրենց պատրաստեմ, որ իրենք չկոտրվեն, չընկճվեն, չհուսահատվեն, որովհետև այսօր աշխարհը ժամ առ ժամ փոխվում է, նոր բաներ են գալիս եւ մարդը պիտի արագ հարմարվի այդ ամեն ինչով, այդ արագության մեջ հանկարծ իրենք Աստծո հետ իրենց կապը չկտրեն ու մենակ մնան այս աշխարհին։ Իսկ սոցցանցերի դեմ Տեր Շավարժ ամենացավոտ հարցը, որ ինձ ուզում է, ոնց եք պայքարում։ Ոնց եմ պայքարում, եթե ես տանն եմ, հեռախոս չեն կարող վերցնել։ Իսկ դուք ինչքան ժամանակ եք տանը, մի հատ իմանամ մոտավորապես։ Այդ ամենամեծ խնդիրն է, որ ես միայն 3 օր եմ տանը լինում, այն ժամանակ երբ որ իրենք դաս են սովորում կամ արդեն քնած են, բայց երբ որ ես տուն եկա, երեսքին էլ Գայանն էլ շատ խիստ է հարցերով, մենք հեռախոսները վերցնում ենք, ես դեմ չեմ լինեն այդպես դեմ, բայց նաև ուզում եմ որ իրենք օգտակար բաներ սովորեն, անիմաստ նյութեր չնայեն, պատմական, աշխարհագրական, երկիր ճանաչողություն, մեծերի կյանք նայեն, ես ուրախ կլինեմ։ Երբեմն ես իրենց հետ նստում եմ ֆիլմ ենք նայում, ես իրենց արժեքավոր ֆիլմեր, հաղորդումներ, ասում եմ եկեք նստեք միասին նայենք, տեսնենք, բացատրում եմ, պատմում եմ, որ այս գրքի մեջ այսպես է գրված, տեսեք, բայց ֆիլմի մեջ այսպես է, ավելի գեղարվեստական վերջաբան է տված։ Երբ որ ես ազատ ժամանակ եմ ունենում, փորձում եմ որ մենք անպայման 4-ով ժամանակ անցկացնենք, որևէ տեղ գնալ 4-ով լինել, առանց հեռախոսի, առանց որևէ բանի, միասին զրուցել, խոսել, հետո գալիս եմ միասին այգում գործ ենք անում, տան աշխատանքները միասին ենք անում, այդ մտերմությունը ու ջերմությունը պահելն է այսօր շատ կարող, այսօր շատ եմ տեսնում, որ ընտանիքների մեջ ծնողները երեխաներդ ընդհանրապես կապ չունեն։ Ծնողը ամեն ինչ անում է, աշխատում է երեխայի համար, բայց ինքը իր երեխային չի ճանաչում, չգիտի ինչ գույն է սիրում, ինչ երազանք ունի, որտեղ է ուզում սովորել, ինչ գործիք է ուզում նվագել, ոչ թե ծնողի ցանկությամբ կամ պարտադրանքով այդ ամենը պետք է անի։ Սա շատ կարևոր է, որ դու միշտ մասնակից լինես քո ընտանիքի։ Դե շավար, շատ դեպքերում երեխեքին կապում են մամային, ասում են մենք աշխատում ենք, papan փող է աշխատում։ Դա իր հետևանքը կարա ունենա։ Կարող է ունենալ։ Ցավոք սրտի, ես Դիլիջանում կարող եմ ասել, ավելի շատ մայրերի հետ են կապված, քան հայրերի հետ, որովհետև հայրերը մեծ մասը աշխատանքի են, դրսում են, ներսում չեն։ Հետո արդարացնում են դրանով։ Չէ, դա արդարացում չէ։ Ես եւ որ պահին եկա տուն, ես իրենց դասերը հարցնում եմ։ Արի տեսնեմ ինչ ես սովորել կամ եկավ տուն, ասում արի նստի տեսնեմ այսօր դպրոցում ինչ ես արել, որ ժամին էլ գամ, հարցնում։ Օրինակ ավետիքա 3 տանը չի եղել, դասարանով գնացել են, արշավի մնացել են, կեսօրին զանգել եմ, երեկոյան զանգել եմ, առավոտյան շուտ զանգել եմ, տղա ջան, ինչ ես անում, ինչ եք անում, ինչ կերակ, ուր գնացիք, զգուշ եղեք, երեխան զգա, որ դու իր կյանքում ներկա ես։ Դե շավար, կնոջ դերն ու տղամարդու դերը մի փոքր ես ուզում եմ այդ առանձնահատկություններից էլ խոսենք, որովհետև դուք անընդհատ շփվում եք երիտասարդների հետ, դուք ինքներդ էլ արդեն փորձառու ընտանիքի հայր եք։ Շատ դեպքերում ընտանիքները վեճերը լինում են, որովհետև ծնողները իրենց տեղերում չեն։ Մեկը մտնում է մյուսի դաշտ, մյուսի գործողությունն է անում, դրանից էլ ծնվում է, որ կարծես թե տան մեջ քաոս է տեղի ունենում, այդ քաոսից էլ տուժում են երեխաները, բայց ծնողը պիտի աչալուր լինի, բայց ամեն մեկը իր դերն ունի, որն է կնոջ դերը, ամենամեծ առաքելությունը ընտանիքում մոր դերը եւ հայրը ինչպես պիտի օգտակար լինի ընտանիքի բարեկեցությանը։ Գարեգին Հոսեփյան կաթողիկոսը մեր, որին շատ եմ սիրում, ասում էր ընտանիքը մի մեծ եկեղեցի է, որի քահանան մայրն է, տանկին է, այսինքն քահանայությունը կնոջ ձեռքում է, տան մեջ։ Կնոջից շատ բան է կախված։ Օրինակ, մեզ համար սկզբունք է
մենք երբեք եթե խնդիրներ ունենք երեխաների ներկայացում չվիճել։ Հարցեր կան, տարաձայնություն ոչ թե որ սխալ բանի է, երեխաների դաստիարակության հարցում թեկուս։ Ես ավելի մեղմ եմ, գանեն ավելի խիստ է։ Մենք փորձում ենք որ այդ հավասարությունը պահել, մամային ավելի հեշտ են մոտենում իրենց խնդիրները ասում է գնացեք հայրիկին հարցրեք, ինքը կորոշի, կանեք չէ, չի լինի։ Միշտ վերջին խոսքը թողնում է որ հայրիկ, այսինքն կնոջից էլ է կախված որ այդ այնպես պահեր որ երեխան մոր կողմ ամբողջությամբ չբռնի կամ հոր կողմ ամբողջությամբ կամ եթե մայրը արգելել է, այսինչ բանը հայրը թույլ տա, արդեն խնդիր դառնա որ երեխան ընտրություն կատարի ծնողների մեջ։ Նույնն է ես, նրան են հատկապես աղջիկը զանգում կարա մեզ բան անեմ, ասում եմ մաման ինչ է ասել, ասում է ես գիտեմ որ ինքը զանգել է, ուրիշ բան ասում, ասում եթե մաման այդպես ասել, ուրեմն այդպես պիտի լինի։ Շատ կարևոր է, հատկապես դիտողություն անելը։ Տղամարդն ու կինը իրանք երկուսով մեկը մյուսի խոսքի արժեքը չկորցնեն իրենց երեխաների մոտ։ Կինը ուզի տղամարդուն կբարձրացնի, ուզի կոչնչացնի։ Կինը ամուսինը պետք է այնքան իրար հետ հասկանան, այդ հոգևոր կապը նաև շատ լինի, որ իրար չիշխեն, մեկը մյուսի խոսքը ավելի առաջ տանեն, այլ երկուսով հավասարազոր կրեն այն պատասխանատվությունը, որ երկուսին որպես երեխա սա հարց պիտի գնա ուրիշի տուն, այնտեղ կերևա մեր ով լինելը, եւ սա էլ հարց պիտի բերի այս տուն, այստեղ կերևա մեր ով լինելը։ Դե Շավարժ, նաև կարծում եմ ընտանիքների առողջ հարաբերությունների մեջ շատ կարևոր է թե ով է խորհրդատու, որովհետև միշտ էլ բոլորս հակվում ենք որոշակի խնդիրների եւ խորհրդի կարիք ենք ունենում։ Օրինակ ես շատ կուզենայի ինքս էլ շատ հաճախ ունենում եմ այդ կարիքը, որ լինի հոգեվորական, այսինքն երբ որ խնդիր է առաջացել, ոչ թե ես զանգեմ իմ ընկերուհուս ու հատկապես մայրիկիս, որը շատ դեպքերում այսօր մեր իրականության մեջ կա եւ դրանք ոչ այդքան լավ տեղ են տանում, այլ զանգես այն մարդուն, ով որ գիտես միանշանակ քեզ կտա հոգևոր այն ճիշտ խորհուրդը, բայց ցավոք սրտի այսօր դա մեր ոնց որ կուլտուրայի մեջ չկա։ Քիչ առաջ էլ դուք հետաքրքիր պատմություն պատմեցիք, որ ընտանիքը բաժանվում էր, բայց դուք գնացիք, խոսեցիք եւ ամեն մեկը հասկացավ, որն է խնդիրը։ Ինչպես կարող են հիմա օրինակ մարդիկ, ովքեր ունեն խնդիր, բայց չգիտեմ, եկեղեցի չեն այցելում, ժամանակ չունեն, այդ գիտակցությունը չունեն, բայց խնդիրի դեպքում բոլորս էլ ունենք այդ օգնության կարիքը։ Չգիտեմ, նույն ձեզ դիմել կամ ու գնալ, ինչ անել, հոգեվորական դերը շատ մեծ է, որովհետև պսակող քահանան ինքը արդեն պատասխանատու է այդ մարդկանց համար։ Նորապսակները միշտ ասում են, որ եթե հանկարծ խնդիրներ վեճեր կունենաք, չգնաք ձեր ծնողներին պատմեք, որովհետև ամեն մեկը ձեր շահը պիտի պահի, հետո դուք կհաշտվեք, իրանք ձեր հետ թշնամություն կանեն ու ամեն անգամ բայց բոլորն են դա ասում։ Չեմ կարող ասել, բայց դա պարտավորություն է, որ բոլորն իմանան սրա մասին։ Եվ ասում եմ, ձեր բոլոր խնդիրների պատասխանատուն ես եմ, Փառք Աստծո Դիլիջանում եւ շատ ինչքան որ ընտանեկան հարցեր կան, ես ներկա եմ այդ կյանքի մեջ, երբեմն լուր ամուսինները չգիտեն կամ կանեք չգիտեն տղամարդիկ ինչ խնդիրներ ունեն, ես ասում կգնաս սենց կանես, այսպես կանես ու նաև դու ես ինչ բանը սխալ ես արել, այսինքն քահանան պիտի նաև ոչ միայն ասի այսպես, այլև սխալը ցույց տա որտեղից է սկսվել այս սխալը, որպեսզի ընտանիքը պաշտպաներ, որովհետև ընկերուհին իր ապրած կյանքի փորձառությամբ է խորհուրդը տալիս, ընկերը իր փորձառությամբ, բայց քահանան բերում են որ ընտանիքը պահպանի, ոչ թե քանդվի գժտություն լինի, այլ ամեն բանով այս ընտանիքը ամուր հիմքերի վրա լինի։ Նույնիսկ կան որ ծնողներ գալիս են իրենց երեխաների հետ, որ Տեր այր խնդրում եմ այդ երեխայի հետ կխոսեք, այսինչ հարցը կա, չենք կարողանում, ինքը մեզ չի լսում։ Շատ դեպքերում, երբ որ կանայք ապրում են ոնց որ տոքսիկ հարաբերությունների մեջ, բռնություն, խմիչքի առկայությունը, խաղամոլություն, զգում են, որ ինչ որ մի կերպ ուզում են այդտեղից իրենք դուրս գան եւ մտածում են, ուզում են քահանայի օգնությունը, խորհուրդը, բայց մտածում են, որ չեն հասկանա կամ չգիտեմ նույնիսկ եթե մտածում են բաժանվեն, արդյոք այն խորհուրդը ճիշտ կստանաք նմանատիպ դեպքերում, երբ որ մարդիկ նմանատիպ հարաբերությունների մեջ են, ինչ եք դուք խորհուրդ տալիս, ինչ պետք է անեն։ Չէ՞ եկեղեցին դեմ է բաժանմանը։ Կան դեպքեր, որ գալիս են, ուղղակի իրանք չեն ուզում բաժանվել, բայց այդ երևույթն էլ օրինակ ամուսինը հարբեցող է կամ կռվարար է, իրենց պետք է որ մեկում արժև սիրտը բացեն։ Ամեն ինչ պատմում են, խոսում են, հանգստանում են։ Ես իրենց խորհուրդ եմ տալիս, որ այսպես կան։ Դեպքեր կան, որ ես ասել եմ, որ ճիշտ բան չէ, որ քահանա նման բան է ասում, բայց բաժանվեք։ Այսինքն կանչել եմ ամուսնուն հետ եմ խոսել, ես տեսել եմ որ անհնար է, ասել եմ բաժանվեք։
Այսինքն եթե դու պետք է ատելության էլի այդ ընտանիքի բաժանումը չէ, որ դու Դա լավ մեզ բան չէ։ եկեղեցի երթում ես տալիս, խոստանում ես, բայց հետո կյանքի ճանապարհին շատ ու շատ փորձում ես։ Ընդհանրապես եկեղեցին 3 պարագա ունի բաժանման՝ դավաճանություն, տղամարդեկին եթե դավաճանել են, իրավունք ունեն բաժանելու, վարակիչ հիվանդության պատճառով կարող են բաժանվել, երբ որ զույգերից մեկը մահացել է, մեկը ազատ է նորից ամուսնանալու։ Բայց քանի որ դարերի ընթացքում մարդկանց մեղքերը շատացան, այսօր հատկապես 3 մեծ աղթ կա հասարակության մեջ՝ թմրամոլություն, խաղամոլություն, հարբեցողություն եւ 4-ն է բռնություն, ինչը Հայաստանում ցավոք մինչեւ այսօր հատկապես շրջաններում տարածված կոր տղամարդը միշտ կնոջ վրա ձեռք է բարձրացնում։ Այստեղ ուրիշ հարց կար, չի ասում տղամարդը, խոստանում եմ Տեր եւ պաշտպան լինել։ Այսինքն խոստանում է պահպանել եւ տիրություն անել իր կնոջը, բայց չի անում։ Կինը տղամարդու պատիվն է, որ դու քո կնոջը անարգում ես, նախ դու ինքդ քեզ ես անարգում, ուրեմն պետք չկա որ այս բռնության մեջ մարդը ինքը մեկ կյանք պիտի ապրի, բայց սա էլ չի նշանակում որ ամեն մի թեթև խոսակցություն պիտի գնան ու բաժանվեն։ Խոսքը իմ թվարկած 4 լուրջ խնդիրների մասին է, բայց երբ որ կարող ենք խոսել զույգերին եթե ճանաչում եմ, եթե համաձայն մյուս կողմն էլ գալ կամ ես իրենց տուն եմ գնում, խոսում ենք, մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի, լուծումը գտնում ենք, որ վերջ, էլա հարցը փակված է, չպիտի լինի։ Ներողամտությունը։ Եկ անգամվա մասին չի, բարբերաբար, ասենքն ամուսինը տուն չի գալիս օրերով, խաղում է, թմրանյութ է օգտագործում, թքած իր կինն ու երեխաները ինչով են զբաղված, հիմա ինչ կա, այդ մարդը կա թե չկա, այդ աղջիկան էլ ինչին է պետք է այդպեսի։ Վերջերս դեպք ունեցանք, ամուսինը խփել էր կնոջը եւ վիճել էին վեց, ամուսինը բերել կնոջը թողել էր հորտուն, ինքը գնացել էր։ Փառք Աստծո զանգեցին, երկուսն էլ եկան։ Երկար զրույցն խոսեցին, որ տեսան, որ ամուսնու խփելու պատճառը կինը ինքն էր, այսինքն կինը հասցրել էր դրան իր լեզվով, անդադար խոսել, որ ամուսնուն էր հասկացանք, կիսուրի հետ էր կապված դեպքը, որ հասկացանք, հա, այսպես է, բայց վերջը նրա մայրն է, ինչքան էլ ասես, ներեր գրկեցին, ներողություն խնդրեցին, հաշտվեցին, տուն վերադարձան։ Դե կարևորը գիտակցելն է, Գիտակցել, այս դրա համար ասեմ, հոգեվորականի ներկայությունը այստեղ մեծ առաքելություն ունի հոգեվորականը, որովհետև ինքը պիտի ճանաչի իր հոտին, իմանա, ես եթե չափազանցնեմ, մեծ մասին գիտեմ դիլիժանում ինչ խնդիրներ կան, տան ինչ խնդիր կան, որովհետև դու ճանունից երեխաներն են գալիս պատմում, որ մաման, պապան այսպես խնդիր ունեն, տեր ինչ կարող եմ անել, որ հաշտվեն, կամ երեխաները գալիս են տեր միամիտ կգաք մեր տուն իբր պատահաբայով մաման պապան կռված են, թող հաշտվեն։ Դեսպաններն են։ են։ Հա, չեն էլ իմանում ծնողներս իմանալով հանդերձ են գնացել իրենց տուն, ասենք, հաշտեցրել են։ Հոգևորական եւ հոգեբան։ Ինչով են մոտ, ինչով տարբեր։ Հոգեբանը գիտությունն է, որ փոխանցում է Սարգիս ջան։ Հոգեվորականը ապրումը։ Սա է տարբերությունը։ Իրանք երկուսն էլ օգտակար կարող են լինել։ Կարող են օգտակար լինել իրար, եթե հոգեբանը հավատացյալ լինի։ Դա շատ կարևոր է, որովհետև ցավոք սրտի հոգեբանների մեծ մասը հավատք չունեն։ Իսկ առանց հավատքի քո գիտությունը միայն փոխանցելը դու չես կարող վերես մարդուն ապրումակցես իրանց հետ, որ մարդիկ ապրեն։ Հա, խորհուրդները տաս, ինքը որոշակի բաներ կարող անել, բայց հոգեվորը կյանքը պիտի լինի, որ հաշտվես ու ներես այդ մարդուն, դա արդեն հոգեվորական։ Այսինքն էլի գալիս ենք հավատին։ Միանշանակ, առանց հավատքի շատ դժվար է։ Հնարավոր չէ ներել։ Կարևորագույն 3 կետերը, որոնք օգնում են առողջ ընտանեկան հարաբերություններ կառուցելու համար։ Կին եւ տղամարդ անընդհատ մեկս մյուսի դեմ պայքարում ենք, մրցում ենք, փորձում ենք մեր ճշմարտությունով գնալ առաջ։ Չնայած ես շատ ուրախ եմ եւ փառք Աստծո, որ մենք այդ բոլոր խնդիրները հաղթահարել ենք ու բնականաբար ունեցել ենք, բայց անցնելով ճանապարհ հասկացել ենք, որ ընտանիքում կարևորագույնը դա մենքի գաղափարն է։ Երբ որ էլ եսը չկար, կանք մենք միասին, ամուր, ձեր-ձերքի բռնած, նույն ճանապարհով, ինչ կարևորագույն կետեր կան, որպեսզի կարողանաս այդ բոլոր փորձությունների միջով հաղթանակած դուրս գաս։ Քանի ընտանիքում ես ու դուն գործում է անդադար դժվարություն, պետք է menքն ու մերը հաղթի։ Եսին ու դուին պետք է հաղթի։ Ես 3 կետ ունեմ, որ միշտ բոլոր նորապսակներին ասում եմ, առաջին ասում եմ, երբեք չմոռանալ իրար ամեն օր ասել ես քեզ սիրում եմ։ Ամեն օր ես էլ քեզ եմ սիրում։ Ամեն օր ասեք, որ ես քեզ սիրում եմ, որովհետև երբ որ ասում ես ես քեզ սիրում եմ, դու ասում ես ինձ համար թանկ ես, կարևոր ես, գնահատելի ես, պաշտելի ես, հավերժ ես, ուժ է տալիս ապրելու։ Երկրորդ ասում եմ, ինչ էլ որ լինի,
իրար ասում եք, ես քեզ հասկանում եմ։ Ես քեզ փորձում եմ հասկանալ։ Ես քեզ հասկանում եմ։ Այո։ Ինչու, որովհետև առօրյա կյանքի դժվարություններ, հոգսեր, չգիտես, կարող է ամփոփորեն կամ պահի տակ վիրավորել, նեղացնել, պետք է ասես, ես քեզ հասկանում եմ։ Եվ երրորդ ամենակարևորը ասում եմ, երբեք չմոռանաք իրար ասել, ես քեզ ներում եմ։ Ինչ էլ որ լինի, դավաճանության մասին չի խոսքը, Այո։ ինչ էլ որ լինի, թթու խոսք, վեճ, նեղատկոտություն, ես քեզ ներում եմ։ Եթե ասեցիր այս երեքը, չի կարող այդ ընտանիքը հավերժ, այսինքն մինչև երկավոր կյանքի ավարտել հավիտենության մեջ չապրել Աստծո ներկայությամբ։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ այս ամեն ինչի համար, Տեր Ես քեզ սիրում եմ, ես քեզ հասկանում եմ, Ես քեզ ներում եմ։ եմ։ Ես էլ ձեզ օրհնում եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Աստված պահապան ձեզ։